Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այս ծրագրում։ Սահմանադրական դատարանը քննում է ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումները, դատարանի առջև ընդդիմադիրների աջակիցները ցույց են անում։ Կվերցնի թե ոչ մանդատները ուժեղ Հայաստանը, այսօր այդ ուժը աջակիցներին հրավիրել էր այս հարցով քննարկման։ Վերցնելու են մանդատները եւ պայքարելու են։ Ես պատրաստ եմ եւ պայքարին։ Կառավարությունը ցանկանում է բջջային հեռախոսների միասնական բազա ստեղծել։ Մասնագետներն ահազանգում են հեռախոսները վերահսկելու ծրագիրը։ Կառավարությունից ասում են սև շուկայի դեմն են առնելու։ Ռուսաստանն արգելել է Հայաստանից ձկնամթերքի ներմուծումը։ Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Ռուսաստան ձուկ չարտահանած ընկերությունները։ Սահմանադրական դատարանը այսօր սկսեց քննել ազգային ժողովի ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումները։ Վիճարկող 7 ուժերից երկուսը ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքները անցել են խորհրդարան ԲՀԿ-ն վիճահարույց տեղամասերի արդյունքները անվավեր ճանաչելուց հետո պարզվեց անցողիկ 4%-ը չի հաղթահարել եւ Գագիկ Ծառուկյանի ուժը նաեւ իր մանդատների հարցն է բարձրացնում ՍԴ-ում։ Քննությանը մասնակցում են բարձր դատարանի 9 դատավորներից 7-ը, այդ թվում Սեդա Սաֆարյանը, ում մասնակցության մասով վերապահում ուներ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան դաշինքը։ Երկու դատավորները Վլադիմիր Վարդանյանը եւ Արտակ Զեյնալյանը սահմանադրական դատարանի որոշմամբ չեն մասնակցում դիմումների քննությանը, քանի որ ոչ վաղ անցյալում սերտորեն առնչվել են իշխանությանը։ Նիստին առավոտից հետևում է իմ գործընկեր Աստղիկ Բեդևյան, այժմ ուղիղ կապ հաստատենք նրա հետ։ Ողջույն Աստղիկ, այսօր դու ողջ օրը դատարանում հետևել ես իրադարձություններին եւ ինչ քննարկումներ են եղել մինչ այժմ, ամփոփիր խնդրում եմ։ Բարի երեկո Տաթև, ես ասեմ, որ սահմանադրական դատարանի այսօրվա նիստը բառացիորեն րոպեներ առաջ ավարտվեց, իսկ այն մեկնարկել էր կեսօրից քիչ առաջ, մոտավորապես 11:30-ին։ Բացի Բարգավաճ Հայաստան կուսակցությունից դիմումատու 6 քաղաքական ուժերը արդեն ներկայացրել են իրենց փաստարկները, թե ինչու հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքը պետք է անվավեր ճանաչվի։ Առաջինը ուժեղ Հայաստանն էր, կարծում եմ, որ հավասար եւ ազատ միջավայրը խախտվել է, աննախադեպ ծավալով իշխանությունը ռեսուրս է կիրառել, օրինակ կենսաթոշակները բերեց Արամ Վարդևանյանը, վարչական ռեսուրսի որպես օրինակ, որ նախընտրական փուլից քիչ առաջ կենսաթոշակները ներողություն բարձրացվեցին, այնինչ որոշ ժամանակ առաջ, ուղղակի ամիսներ առաջ, հենց կառավարության ղեկավարը, որը նաև գլխավորում էր քաղաքացիական պայմանագրի նախընտրական ցուցակը, դրա անհրաժեշտությունը չէր տեսնում։ Տաթև ասեմ, որ նաև սև PR-ից այսօր խոսեց Արամ Վարդևանյանը, իրենց նկատմամբ կիրառվող, նրա կարծիքով, երբ ընտրական հանցագործությունների բացահայտումների մասին, օրինակ հաղորդագրություններ կամ գաղտնալստված ձայնագրությունների կտորներ են տարածվում եւ հնչում են ուժերի անուններ, նրա կարծիքով դա սև PR-ը։ Ես հիշեցնեմ, որ իշխանությունը դա ապացույց էր համարում, որ ընդդիմությունը ընտրակաշառք է բաժանում եւ վարչապետը նույնիսկ խոսել է, որ նրանք չէին հաղթահարի շեմը, ընտրական շեմը, եթե ընտրակաշառք բաժանած չլինեին, իսկ ընդդիմությունը, քանի դեռ դատական որոշումներ չկան, հայտարարում են, որ դա ապացուցված փաստ չէ։ Կենսաթոշակի բարձրացումը պարզապես տեխնիկական գործընթաց չէ։ Կենսաթոշակի բարձրացումը սոցիալապես խոցելի, ստվար զանգված ունեցող հասարակությունում մեծ ազդեցություն ունի։ Մենք երբ տեսանք մի քանի ձայնագրությունների հրապարակում, որտեղ անպայմանորեն որպես վերնագիր օգտագործվում էր ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը, բայց ձայնագրության բովանդակության հետ որևէ առնչություն չուներ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը, բայց մի հատ նայեք դրա հասցրած վնասը սև PR-ի տեսանկյունից։ Դժվարությունը որն էր, որ ընդհանրապես քաղաքական ուժի անվանում չօգտագործվի, երբ այդ ձայնագրություններում դրանք չկային։
այս ընտրությունները բարձր դատարան ուղեկցվել են նաև ակնհայտ ատելության խոսքի տարածմամբ։ Տաթև ես ասեմ, որ միասնության թևերը եւս վարչական ռեսուրսի չարաշահման վրա էր դնում շեշտը այս քննարկումներում նրանց պնդումները համենայն դեպս դրան էին վերաբերում քաղաքական ու պետական ռեսուրսի սահմանը ըստ Լիպարիտ Դրմեյանի նա է ներկայացուցիչը ջնջվել է, երբ համայնքները օրինակ սկսել են աջակցություններ բաժանել։ Այն հազարավոր քաղաքացիների անձնական փոխհատուցումն է, այն ունի անմիջական հոգեբանական ազդեցություն։ Երբ ընտրական գործընթացում ակտիվորեն օգտագործվում են պատերազմի անվտանգության փլուզման կամ ազգային արևի մասին կանխատեսումներ, ընտրողը սկսում է որոշումներ կայացնել ոչ թե ծրագրերի համակարգության հիման վրա, այլ վաղի ազդեցության ներքո։ Եվ Հայաստան դաշինքը բացահայտ եւ աղաղակող խախտումներից էր այսօր խոսում, որոնք մեկ քաղաքական ուժի, օրինակ չէ, հենց ԲՀԿ-ին դուրս են թողել ընտրական գործընթացից։ Այսօր իդեպ շատ խոսվեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի այդ որոշման մասին, որը 3 ընտրատեղամասերում ընտրության արդյունքները չեղարկելու որոշում կայացրեց, բայց նոր քվեարկության որոշում չկայացվեց, որի արդյունքում էլ ԲՀԿ-ն դուրս մնաց հաջորդ խորհրդարանից եւ 3 ուժեր անցան խորհրդարան, ընդ որում իշխող քաղաքացիական պայմանագիրը ԲՀԿ-ի բացակայության պայմաններում հնարավորություն ստացավ 3/5 ունենալ, իսկ դա սահմանադրական օրենքների փոփոխության մի շարք ընտրովի պաշտոններում բավարար ձայներ ապահովվեց քաղաքացիական պայմանագրին։ Եվ Հայաստանը նաև խոսում էր, որ քաղաքական մրցակցության բացակայությամբ է անցել այս ընտրությունը, քարոզչական գործընթացում ըստ նրանց նաև իրավապահներն են ներգրավված եղել, մասնավորապես հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումները նրանք կողմնակալ իշխող ուժի այսպես դիրքերից գործընթացներ են համարում։ Կուզենայի նաև բարձր դատարանին մեջբերում կատարել նաև հակակոռուպցիոն կոմիտեի պատասխանին ուղղված մեզ, երբ մենք դիմել էինք իրենց, նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որ նախընտրական քարոզչության ընթացքում զերծ մնացել քաղաքական ուժերի անունները հրապարակելուց, քանի որ ընտրական օրենսգիրքը ուղիղ արգելք է նախատեսում։ Եվ հետաքրքիրը գիտեք որն է, օրենքի 5-րդ հոդվածի վրա հողում տալով, որտեղ ամրագրված է հակակոռուպցիոն կոմիտեի քաղաքական չերժողության սկզբունքը, նույն կոմիտեն պատասխանում է մեզ։ Ինչ վերաբերում է ձեր դիմումում վկայակոչված նորմերին, մասնավորապես Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի սահմանադրական օրենքի ու 19-րդ հոդվածի դրույթներին, ապա հարկ է նշել, որ տվյալ իրավակարգավորումները չեն կարող վերաբերել կոմիտեին։ Այսինքն ստացվում է, որ սահմանադրական օրենքի պահանջը կիրառելի չէ որևէ պետական մարմնի համար եւ ուղիղ է նշվում, որ բոլոր պետական մարմինները պարտավոր են պահպանել այս չեզոքությունը։ Թաթե վարչական ռեսուրսի չարաշահման մասին պնդումներ անող նոր ուժը կարծիք էր հայտնում, որ այդ ուժը օգտագործվել է ընդդիմախոսներին վարկաբեկելու համար եւ կրկին սա հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումների շրջանակներում նաեւ խոսեցին նրա մասին, որ իշխանական ուժը, որը մասնակցել է հունիսի 7-ի ընտրություններում, ահաբեկել է ժողովրդին պատերազմով, թերևս Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հայտնի նկատի ունեն, որ եթե իրենք չընտրվեն կամ սահմանադրական մեծամասնություն չկազմեն, պատերազմը մոտ է։ Վերջապես անգամ միջազգային դիտորդական կազմակերպություններն են ըստ էության արձանագրել վարչական ռեսուրսի կիրառման փաստը։ ԵԱՀԿ, ԺՀՄԻԿ, միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրահանգումներում արձանագրվել է, որ ստացվել են իշխող կուսակցության նախընտրական միջոցառումներին մասնակցելու նպատակով ընտրողների նկատմամբ ճնշում գործադրելու բազմաթիվ հաղորդումներ։
Հրապարակվել են ձայնագրություններ, որտեղ ենթադրաբար Արմավի տարածաշրջանային քոլեջի աշխատակից կինը ասում է. մեջբերում. Երեխեք ջան, վաղը ժամը 5-ին մենք պետք է հրապարակում հավաքվենք, երկու կուրսիներ վերաբերվում են, նրանք ովքեր շատ հեռուց են գալի, խնդիր չկա, մի քանի հոգու բացակայությունը ոչինչ, բայց նրանք ովքեր ունեն այդ հնարավորությունը գալու, խնդրում եմ, ես էլ եմ գալու, ինձ հանձնարարել են, որ ես ասեմ, որ ես ձեզ եմ հանձնարարում, երեխեք։ Վարչական ռեսուրսի օգտագործումը ընդդիմադիրներին վարկաբեկելու համատեքստում։ Տաթև ասեմ, որ երկու ուժեր, ԴՕԿ-ը եւ Հանուն Հանրապետությանը միակն էին, որ ընտրակաշառքներին այլ դիտանկյունից մոտեցան, օրինակ ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչը վարչական ռեսուրսի ենթադրյալ խոսեց վարչական ռեսուրսի չարաշահումներից, բայց եւ ենթադրյալ իրավախախտումները ըստ նրանց ազդել են ընտրությունների արդյունքների վրա, որոնք ես հիշեցնեմ անվավեր ճանաչելու պահանջ են նրանք ներկայացրել։ Վարչական ռեսուրսի համակարգային կիրառումը ընտրական գործընթացի ընթացքում իշխանության ներկայացուցիչների կողմից իրականացված թաքնված նախընտրական քարոզչությունը մինչ քարոզչության սկսվելը, ընտրողների կամքի ձևավորման վրա սոցիալ-տնտեսական միջոցների ազդեցությունը պետական միջոցների հաշվին, քաղաքական նպատակներով իրավապահ համակարգի օգտագործում եւ հանրության շրջանում վախի, սպառնալիքի, ճնշումների գործադրում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրության գործընթացների նկատմամբ ոչ պատշաճ վերահսկողության իրականացում, քվեարկության անվավեր ճանաչված ընտրատեղամասերի եւ անճշտությունները իրենց հետևանքն են թողել այս ընտրությունների վրա եւ ընտրական գործընթացում արձանագրված կոռուպցիոն իրավախախտումների համապետական վիճակագրական պատկերը եւ դրանց համակարգային դրսեւորումները սույն ընտրությունների արդյունքների վրա։ Տաթև ենթադրյալ ընտրակաշառքի թեման կարմիր թելով անցնում էր Հանուն Հանրապետության ներկայացուցչի փաստարկներում, թե քանի դատավճիռ կա, դա չէ ճիշտ հարցը կամ կարևոր հարցը ըստ ներկայացուցչի, այլ այդ տվյալները արդյոք բավարար են ընտրությունների գործընթացը աղավաղելու եւ մեծ ազդեցություն ունենալու այդ գործընթացի վրա։ Դրա համար արդյոք բավարար են, թե ոչ, նա այս հարցն էր բարձրացնում։ Ես հիշեցնեմ ընդդիմության հիմնական հակափաստարկն է, որ դատավճիռներ չկան, իսկ Հանուն Հանրապետության ներկայացուցիչը այլ դիտանկյունից էր նայում հակակոռուպցիոնի այդ բացահայտումներին։ Դիմումը խնդրում է Սահմանադրական դատարանի իրականացնել իր սահմանադրական հավաքելություն։ Գնահատել, թե պաշտոնական տվյալների ամբողջությունը արդյոք վկայում է ընտրական գործընթացի այնպիսի համակարգային աղավաղման մասին, որի պայմաններում հնարավոր չէ արժանահատորեն ազդել ժողովրդի իրական կամքը։ Ներկայացված տվյալների ամբողջությունը վկայում է կազմակերպված բռնույթի խախտումների, զանգվածային բռնույթի խախտումների, կրկնվող մեխանիզմների, փոխկապակցված դերակատարների եւ ընտրողների կամքի ձևավորման վրա համակարգային ապօրինի ազդեցության մեխանիզմների մասին։ Տաթև ես ասեմ, որ քաղաքական մեկ ուժ է մնացել, որ ներկայացնի իր դիմումի փաստարկները եւ դա Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է։ Վաղը ժամը 11-ին, չնայած ոչ աշխատանքային օրվան նիստը Սահմանադրական դատարանում կշարունակվի։ Ես նաեւ նշեմ, որ քիչ առաջ, երբ ավարտվում էր եւ մի քանի կուսակցություններ, իսկ ճիշտ թիվը 6 կուսակցություններ կամ ուժեր ներողություն, արդեն ներկայացրել էին իրենց փաստարկները, որտեղ բավականին շատ քննադատություն կար իշխող քաղաքացիական պայմանագրի հասցեին, իսկ իշխող քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները ողջ օրը դատական նիստերի դահլիճում էին, նրանք որպես երրորդ կողմ են ներգրաված։ Ես մոտեցա, խնդրեցի տիկին Արուսյակ Ջուլհակյանին, падգամավոր տիկին Ջուլհակյանին արձագանքել, նրանց հակափաստարկները փորձեցի լսել եւ տիկին Ջուլհակյանը շտապում էր թերևս եւ ասաց, որ իրենք հնարավորություն ունենալու են հայտարարություններ անել, նիստերի դահլիճում խոսքով հանդես գալ եւ այդ ժամանակ կներկայացնեն իրենց հակափաստարկները։ Տաթև թերևս այսքանը։ Շնորհակալ եմ Աստղիկ, ես հիշեցնեմ Աստղիկ Պետևյանն էր այսօր ողջ օրվա ընթացքում հետևում Սահմանադրական դատարանում տեղի ունեցող քննարկումներին, իսկ այժմ
Հաստատենք Սահմանադրական դատարանի մոտ աշխատող իմ գործընկեր Գայանե Սարիբեկյանի հետ։ Դատարանի մոտ արդեն քանի ժամ է ինչ հավաքված են բարձրատյան դիմաց ընդդիմադիրների համակիրները։ Այժմ տեսնենք ինչ է կատարվում հենց Սահմանադրական դատարանի դիմաց։ Ողջույն Գայանե, խնդրում եմ ներկայացնես իրավիճակը եւ ասես ինչ հայտարարություններ են հնչել։ Բարի երեկո Տաթև, Սահմանադրական դատարանի մոտ ակցիան ավարտվեց, այստեղ նիստին զուգահեռ ժամեր շարունակ ընդդիմադիրների աջակիցները այստեղ էին հավաքվել, նրանք պահանջում էին, որ դատարանն արդար որոշում կայացնի եւ հայտարարում էին, որ ինչպես իրենք էին հայտարարում, չենթարկվի իշխանության հրահանգներին։ Այստեղ թեև ակցիան խաղաղ էր, բայց բազմաթիվ ոստիկաններ էին հավաքվել, ոստիկանները փակել էին Սահմանադրական դատարան տանող ճանապարհը։ Այստեղ էին հավաքվել նաև ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, նրանք պատասխանում էին լրագրողների հարցերին, Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համարը Նարեկ Կարապետյանն էլ էր այստեղ, նրան էլ մի քանի հարց ուղղեցինք, մինչև այստեղ գալը Ուժեղ Հայաստանը հանդիպում էր կազմակերպել աջակիցների հետ, Նարեկ Կարապետյանին հարցրինք, ինչ էին քննարկում, այդ հանդիպումը փակ է եղել, եւ Կարապետյանին հարցնում էինք, թե ինչ են քննարկել աջակիցների հետ, ինչ էին նրանք առաջարկում, ի վերջո գլխավոր հարցը կարծես թե այն է, թե ընդդիմադիր ուժերը խորհրդան անցած ընդդիմադիր ուժերը մանդատները վերցնում են, թե մանդատները վայր են դնում եւ փողոցում են շարունակում իշխանության դեմ պայքարը։ Արդյոք աջակիցները նրանցից պահանջում էին, որ մանդատները վայր դնել, թե օրինակ առաջարկում էին, որ խորհրդանում շարունակել աշխատանքը։ Նարեկ Կարապետյանը ասաց, որ կարծիքները տարբեր են, առաջարկում եմ դիտել Կարապետյանի մեկնաբանությունից հատված։ Տեսեք, հանդիպումը փակ ֆորմատով էր, բայց հիմնականում մարդկանց երկու բևեռային կարծիք կար։ Մի մասը մարդկանց կարծում էր, որ պետք է օրենսդիրով քայլեր անել, բոլորի նպատակը մեկն էր՝ իշխանության փոփոխություն։ Գործիքակազմերի տարբերության մասին էինք խոսում։ Ընդհանուր տրամաբանություններ գտանք, բայց պետք է աշխատենք եւս, որ մեր հայրենակիցների վստահությունը կարողանանք արդարացնենք։ Պարոն Կարապետյան, այսօրվա հանդիպման հետ կապված կա այսպիսի մեկնաբանություն, որ դուք արդեն ունեք ձեր գրպանում մանդատները վերցնելու որոշումը, եւ հիմա դա փորձում եք նետել քաղաքացիների գրպանը, ասեք քաղաքացիներն են դա ուզում, կա նման բան, թե չէ դուք ունեք նման որոշում։ Տեսեք, առաջի օրը ընտրությունների հաջորդող օրերը գրեթե թիմի մեծամասնությունը ցանկություն ուներ չվերցնել մանդատները։ Հետագայում մենք մի քանի ճանապարհներ են, քննարկումներ ենք ունենում, որ վստահ ասեմ ունենք արդեն նախանշած վերջնական ճանապարհ, չեմ կարող ասել, որ ունենք։ Ժամանակի ընթացքում կարծում եմ Սահմանադրական դատարանի որոշման արդյունքում, հետագա քայլերի պլանավորման որոշման արդյունքում մենք հանդես կգանք հայտարարությամբ, դա լինելու է մարդկանց աչքի առաջ, թափանցիկ։ Տաթև, այս ընթացքում, ինչպես քիչ առաջ նշեցի, խաղաղ էր ակցիան, բայց իրավիճակը թեժացավ, երբ նիստի ավարտից հետո Սահմանադրական դատարանից դուրս եկավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Քաղաքացիները նրան դիմավորեցին սուլոցներով, վանկարկեցին ամոթ, եւ այդ ընթացքում Վահագն Հովակիմյանը Սահմանադրական դատարանից հեռացավ ոստիկանների ուղեկցությամբ, նա լրագրողների հարցերին էլ չպատասխանեց։ Քաղաքացիները սուլոցներով եւ ամոթ վանկարկումներով դիմավորեցին եւ ճանապարհեցին նաեւ Սահմանադրական դատարանի դատավորներին։ Շնորհակալություն Գայանե Սարիբեկյանն էր հաղորդում Սահմանադրական դատարանի մոտ կատարվող իրադարձությունների մասին։ Եվ ինչպես արդեն լսեցինք, այսօր ավելի վաղ Ուժեղ Հայաստանը փակ հանդիպում էր կազմակերպել իր համակիրների հետ։ Քննարկման հիմնական թեման մանդատները չվերցնելու հարցն էր, ոչ Ուժեղ Հայաստանը, ոչ խորհրդարան անցած մյուս ընդդիմադիր ուժը, Հայաստան դաշինքը դեռ չեն շտապում ասել գնալու են խորհրդարան թե ոչ, եւ թե ինչ է քննարկվել փակ հանդիպմանը, իմ գործընկեր Շողիկ Գալստյանը ճշտել է հենց հանդիպման մասնակիցներից։ Իմ հասկանալով վերցնում են մանդատները եւ դրանով փորձելու են այդ գործիքով նաեւ փողոցը գեներացնել։ Իմ կարծիքով դա Այդպես ընկալեցիք Նարեկ Կարապետյան։ Ոչ թե այդպես ընկալեցի, ըստ էության շատ հստակ էր դա, շատ հստակ էր։ Իմ կարծիքով դա այդքան էլ համոզիչ չի, չնայած իրանք ասում են, որ իրանք իրավաբանները ասում են, որ չվերցնելու դեպքում ինքը լուծարման խնդիր չի լուծվում, ելի հետևից Սահմանադրական դատարանի միջոցով հետևից չանցածներին կբերեն ազգային ժողով եւ այնց ավելի ծանր վիճակ կլինի, բայց ես կարծում եմ, որ պետք է մանդատները չվերցնել, դրանով գուցե process սկսվի ազգային ժողովի ճգնաժամի։
եւ վերցնելու են մանդատները եւ պայքարելու են։ Ես պատրաստ եմ եւ պայքարին։ Իրենք դա էին ասում։ Այո։ Այսինքն հակված են մանդատները վերցնելուն եւ ազգային ժողովում շատ։ Ես չգիտեմ, ինքը ասեց 50-ն է, 50-ը 50-ի վրա։ Իրանքից է կախված իրենց որոշումը ասած։ Նաև կախված է ժողովրդի կարծիքից, որտեվ այս հավաքույթը փաստորեն նպատակ ուներ նաև ոչ միայն իրանց ասածը ասելու, նաև լսելու մեր հայրենակիցների, մեր քաղաքացիների կարծիքը։ Մենակ Նիկոլի հեռացումը հարց չի լուծվի։ Հա, Նիկոլի հեռացումը պետք է վերջնանպատակ չլինի։ Վերջնակետ չլինի։ Պետք է ասել նաև դրանից հետո ինչա լինելու։ Ու արդյոք ժողովուրդը լծակ ունենալու է իշխանության դեմ, թե ոչ։ Մանդատները վերցնելով արդյոք կհասնի ընդդիմությունը այն իր սահմանած օրակարգին, որ առաջ էր քաշել Փաշինյանի հեռացման մասին է խոսքը։ Ամեն ինչ կարվի, որ Սահմանադրական դատարանի որոշումը լինի, արդեն մեր հետագա քայլերը պարզ կլինի ինչ ենք անելու։ Անորոշ է ընդհանուր հասկանանք ընթացքում։ Ուրեմն վերցնենք մանդատները, այդ մենք ազգային ժողով, մի հատ վետնինգ ենք անում այդ ցուցակի մեջ 200 քանի հոգի են այդ ցուցակը, այդ թվում են սկզբունքային, լսեք ուժեղ Հայաստանի պատգամավոր տեխնացուներ, այդ են միայն սկզբունքային, միջև վերջ պայքարի գնացող մեր պատգամավոր տեխնացուները, ու այդ թվում են քաղաքական պայքարի միջև վերջ։ Ուժեղ Հայաստանը առայժմ ասում է, դեռ վերջնական որոշում չունենք։ Ինչից է կախված, ասում են։ Նրանք եւ դրականն են ասում եւ բացասական։ Հիմա ես Ինչին են սպասում, որ որոշում կայացնեն։ Երևի սահմանադրական դատարանի որոշումից հետո կգան վերջնական որոշման։ Բայց ելի եմ կրկնում, իմ խորհուրդն էլ շատ-շատերին դա է, ես քաղաքականության մեջ նոր չեմ, ամենաճիշտը մանդատները վերցնելն է։ Վերցնեն եւ պայքարը շարունակեն։ Ինչու փողոցային պայքար չեն սկսում, ասած Նարեկ Ղարաբաղյան։ Դե ժողովուրդը մտածում է չեն գեներացնի փողոցը։ Դրա համար։ Մտածում են մարդիկ դուրս չեն գա փողոց։ Իսկ ինչու դուրս չեն գա փողոց, չէ՞ որ 300,000-ից ավելին տրող։ Մարտի 1-ի կրկնությունից են վախենում կարծիքով։ Այդ դեպքում ինչպես է վարվելու ընդդիմությունը, ասվեց։ Դե հիմա մտածում են, որ մանդատները վերցնեն, մտնեն կառավարություն, համ փողոցով, համ մանդատներով, որ այնտեղ գոնե կարողանան այդ խոսքը առաջ տանել։ Փողոցային պայքարի այս պահին դուրս չեն գալիս, ելի մեր հայ ժողովրդի անվտանգությունից ելնելով, որովհետև բոլորս էլ վստահ ենք, որ համոզված ենք ներկայիս իշխանությունները փողոցային պայքարի բախումները ավելի կարող են վտանգավոր լինել ցանկացած քաղաքացու կյանքի համար։ Նարեկ Կարապետյանն էլ այդ հիմնավորումները ներկայացրել։ Ընդհանուր ժողովրդի ու համակիրների հետ էտել են քննարկվել։ Դե փողոցային պայքարը հիմա սաղին կալանավորում են, որ դուրս գան կալանավորեն, քիչ են կալանավորվածները։ Մարդ պիտի ուղեղով աշխատի։ Վերցնեն մանդատները, գնան խորհրդարան։ Իհարկե։ Գնան խորհրդարան, ինչ կորոշեն, նրանից հետո արդեն փողոց դուրս կգան, ինչ կանեն տա իրաց գործունա։ Մինչ ընդդիմությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքներն է վիճարկում, քաղաքացիական պայմանագիրը արդեն ապագա խորհրդարանի ղեկավար կազմն է որոշում։ Այսօր արդեն հայտնի է, թե ովքեր են ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի համար առաջադրվել քաղաքացիական պայմանագրից Ալխաս Ղազարյանը եւ Վահագն Ալեքսանյանը։ Նախորդին էլ հայտնի դարձավ, որ ազգային ժողովի նախագահի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է, իսկ գործող խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, թե ինչ պաշտոն կզբաղեցնի, դեռ հայտնի չէ։ Մինչ այդ քաղաքացիական պայմանագիրը արդեն իսկ արտահերթ նիստ է հրավիրել եւ հեռացող խորհրդարանի վերջին նիստերից մեկում պատրաստվում է փոխել ընտրական օրենսգիրքը եւ ընտրելու իրավունքից զրկել բոլոր նրանց, ովքեր ընտրությունների նախորդող տարում 6 ամսից ավելի արտերկրում են եղել։ Այս ընտրություններին քաղաքացիական պայմանագիրը մեղադրում էր Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանին, որ իր ձայների մի մասը հենց այդպես է ապահովել Ռուսաստանից ընտրողներ բերելով եւ հիմա փաստացի այս օրինագիծը այդ երևույթի դեմն առնելու համար են բերել, բայց արդյոք այս առաջարկը սահմանադրությանը չի հակասում։ Իշխանությունները դեռ քննարկում են, թե ինչպես զրկեն արտերկրում ապրող քաղաքացիներին Հայաստանում ընտրելու իրավունքից, բայց այս հարցն արդեն ներառվել է մյուս շաբաթ կայանալիք խորհրդարանի արտահերթ նիստի օրակարգում։ Իշխող քաղաքացիական պայմանագիրը մտադիր է արտերկրում գտնվող քաղաքացիներին զրկել ընտրելու իրավունքից, եթե նրանք ընտրություններին նախորդող տարում փաստացի առնվազն 183 օր չեն ապրել Հայաստանում։ Մենք վերջիններսում քննարկում ենք այդ խնդիրը, հնարավորինս քիչ խնդիրներով երկու ուղղությամբ, որտեղ խնդիր կա։ Մեկ սահմանադրականությունը, մյուսը ինչպես սկզբում ասեցի, տեխնիկականը։ Հնարավորինս հեշտ լուծում
տալ տեխնիկական եւ սահմանադրական առումներով հենց հիմա այդ քննարկումն է ընթանում մեր։ Խորհրդանական ընտրություններին հաջորդած իրենց այս նախաձեռնությունը Փաշինյանի թիմակիցները պայմանավորում են Ռուսաստանում ապրող եւ այս վերջին ընտրություններին ըստ իրենց ընդդիմության օգտին քվեարկելու եկած քաղաքացիների հետ։ Անգամ քննադատություններ եղան Ռուսաստանից եկածների նկատմամբ, թե իրենց կյանքը կապել են այլ երկրի հետ, բայց ընտրություններին գալիս ու հայաստանցիների փոխարեն են որոշում կայացնում։ Այսօր այս թեմայով քննարկման ժամանակ ԿՊԱ-կան падգամավոր Թագուհի Ղազարյանն այդպես էլ ուղիղ չպատասխանեց Ազատության հարցին։ Արդյոք ընտրական իրավունքի սահմանափակումը համարում է սահմանադրությանը հակասող, ասաց, որ խնդիրներն իսկապես շատ են ու կարծիք հայտնեց, թե հարկավոր է դանդաղ աշխատել այս հարցի շուրջ։ Ցուցակների մեջ ներգրավելու մասին լինի, ոչ թե ընտրական իրավունք է, այսինքն եթե մարդիկ այնտեղ այդ ինչ ցենզուր դրվի, ցուցակների կազմման վերաբերյալ լինի, ոչ թե ընտրական իրավունքի, որպեսզի մարդիկ կարողանան արագացած ընթացակարգում վերականգնել իրենց ցուցակում ներգրավվածությունը, եթե այնտեղ խնդիր առաջանա, որովհետև եթե դա ընտրական իրավունքի հարց լինի, այդտեղ այդ արագացված ընթացակարգերը վերականգնվելը եւ այլն բարդ կգործի։ Անդիմադիր падգամավոր Գեղամանուկյանը վկայակոչեց սահմանադրությունը, ըստ որի ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրելու եւ հանրաքվեին մասնակցելու իրավունք։ Ինչու է հիմա իշխանությունը կներ բարեխավար ափալ բերում այս նախագիծը, որտեղ սա կոչվում է ընտրական օրենսգիրքը, սահմանադրական օրենսգիրք։ Իսկ ԿՊ-ն ապագա խորհրդարանում չունի սահմանադրական մեծամասնություն ոտքի վրա փոփոխություն կատարել։ Մանուկյանն ասաց, եթե իշխանություններն ընդունեն այս նախագիծը, իրենք կդիմեն սահմանադրական դատարան։ Էդվարդ Սպերտյանը չի կարող մասնակցել որպես Հայաստանի քաղաքացի ընտրություններին։ Հենրիխ Մխիթարյանը չի կարող։ Հայաստանի բազմաթիվ խոշոր ձեռնարկություններ, որոնք գործունեություն են ծավալում տարբեր երկրներում, որոնք ներկայացություններ ունեն, իրենց աշխատակիցներին գործուղում են 1 տարով, 2 տարով, այդ կամ այն երկրում հանուն Հայաստանի Հանրապետության։ Ձեր համար դա հարկատուն բանն է, չէ, հերոսն է։ Հայաստանի Հանրապետության բյուջեն լրացնող այդ ընկերությունների ներկայացները զրկված են։ Մինչ ԿՊ падգամավոր Թագուհի Ղազարյանը հակադրվում էր ընդդիմադիր Մանուկյանին ու պնդում, իրենց նպատակն է, որ հայաստանցին որոշի Հայաստանի ճակատագիրը, ոչ թե դրսում արմատներ գցածները, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը եւս ընդգծում էր։ Դա հակասահմանադրական դրույթ է, նախատեսել, որ երկրորդ հատվածում փոփոխություն է կատարվում ու խմբագրվում է ընտրական իրավունքը, անհնար է եւ անտեղի եւ նույնիսկ չեմ պատկերացնում, թե ինչու է նախագիծը ընդհանրապես շրջանառվել այն տեսքով, որ շրջանառվել է, ուրախ եմ, որ Տիկին Ղազարյանը փաստացի համաձայն չի այն ձևին, որ նախագիծը ներկայացված է։ Իշխանություններն ավելի վաղ հակադարձել են ընդդիմախոսներին, թե այս առաջարկը սահմանադրության հետ խնդիր չունի, օրինակել ունեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որին մասնակցող քաղաքացին վերջին 1 տարում պետք է 6 ամսով հաշվառված լինի տվյալ բնակավայրում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններից հետո Ռուսաստանն ավելացրել է Հայաստանի ապրանքների սահմանափակումները, այս անգամ դադարեցնելով Հայաստանից Ռուսաստան ձկնամթերքի բոլոր մատակարարումները։ Ավելի վաղ արգելվել էր նաև հայկական պտուղ բանջարեղենի, ծաղիկների, ջերմուկի, ոգելից մի շարք խմիչքների մուտքը։ Երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր հայկական արտադրանքի այս արգելքներին, նշելով, որ քննարկելու է հարցերը ԵԱՏՄ միջկառավարական նիստում։ Միաժամանակ շեշտել էր, եթե պարզվի, որ ԵԱՏՄ-ում ապրանքների աշխատուժի ազատ տեղաշարժի չլուծվող խնդիրներ կան, ուրեմն միությունն այլևս գոյություն չունի։ Մոսկվայի արձագանքը չուշացավ։ Ձկնամթերք արտադրող հայկական MF Export եւ Invest Plus ընկերությունները թեև անցած շաբաթներին իրենց արտադրանքը Ռուսաստան չեն արտահանել, բայց այսօրվանից հայտնվել են ռուսական պատժամիջոցների տակ։ Ռոսսելխոզնազորն այսօր տեղեկացրեց, որ ձկնարտադրությամբ զբաղվող հայկական մյուս ընկերությունների օրինակով այս երկուսի ներմուծումը եւս արգելվել է։ Անցած ամսվա վերջին MF Export-ը եւ Invest Plus-ը ստուգումներից հետո Ռուսաստանից ներմուծման թույլտվություն էին ստացել, սակայն ինչպես պնդում է Հայաստանի սննդի անվտանգության տեսչական մարմինը, թույլտվությունից հետո այդ ընկերությունները որևէ խմբականակ Ռուսաստան չեն տարել։ Իդեպ ընկերություններից մեկն էլ Ազատության հետ զրույցում հաստատեց, արդեն մի քանի շաբաթ է դեպի Ռուսաստան ձուկ չեն արտահանում։ Եթե հայկական այս երկու ընկերությունները Ռուսաստան արտահանում չեն արել, ինչու են նրանք էլ պատժամիջոցների տակ հայտնվել։ Այս հարցին ՍԱՏՄ խոսնակ Անուշ
Անուշ Հարությունյանը դժվարացավ պատասխանել։ Այդ երկու կազմակերպությունների արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն պարտոնելուց հետո դեպի Ռուսաստանի Դաշնություն այդ երկու ընկերությունները որևէ խմբականակ չեն արտահանել։ Իսկ ինչու չեն արտահանել։ Ես չեմ կարող ասել, թե ինչու չեն արտահանել, դա տնտեսավարողի խնդիրն է, ուզի կարտահանի, ուզի չի արտահանի, բայց տեղեկացնում են, որ չի արտահանել։ Այդ դեպքում չարտահանված ապրանքի համար ինչու են արգելել նրանց արտահանումը։ Դուք հիմա ինձ հարց եք տալի, որի պատասխանը ես չունեմ։ Ես չեմ կարող ասել Ռուսաստանը ինչով է առաջնորդվում։ Այս պահին ասում են միայն, որ իրենց արտոնելուց հետո այդ երկու կազմակերպությունները որևէ խմբականակ չեն արտահանել։ Դեպի Ռուսաստան հայկական ձկնամթերքի արտահանումը ամբողջությամբ դադարեցնելու մասին Ռոսել Խոզնաձորի այսօրվա որոշումը հաջորդեց ԵԱՏՄ-ի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ արած սուր հայտարարություններին։ ԵԱՏՄ-ն 4 սկզբունք է՝ ապրանքների ծառայությունների, աշխատուժի եւ ֆինանսների ազատ հոսք։ Եթե չկա այդ ազատ հոսքը, ուրեմն չկա ԵԱՏՄ-ն։ Ասենք լավ է, այս կարա մի ամիս խնդիր լինի, լավ 2 ամիս կարա խնդիր լինի, լավ 3 ամիս կարա խնդիր լինի, 4 ամիս եթե այդ խնդիրը դեռ կա, նշանակում է ԵԱՏՄ չկա։ Հետևաբար, եթե ԵԱՏՄ-ն հայտարարում է, որ ինքը չկա, մենք ինչ անենք։ Չկա։ Չիլնի։ Ռուսական կողմի արձագանքը չուշացավ։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Հայաստանի վարչապետին մեղադրեց դեմագոգիայի մեջ։ Ծանոթացել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ, ինչպես որ նա դա արել է ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցությունը սառեցնելու հետ կապված։ Մինչ Երևանն ու Մոսկվան փոխադարձ մեսիջներ են հղում, հայաստանյան ձկնարտադրողները անորոշության մեջ են։ MF Expert-ից, որի մասին էլ Ռոսել Խոզնաձորը այսօր հայտարարություն տարածեց, Ազատությանը փոխանցեցին, որ ելքեր են փնտրում, փորձում են նոր շուկաներ գտնել, արտահանում կազմակերպել դեպի եվրոպական երկրներ եւ Արաբական Միացյալ Էմիրություններ։ Արդյոք ստացվում է թե ոչ, տնօրենը չցանկացավ մանրամասնել։ Անցած ամսվանից ռուսական պատժամիջոցների տակ հայտնված ձկնարտադրող ընկերությունների շարքում է նաեւ Արարատի մարզում գտնվող Artfish-ը։ Ընկերության ներկայացուցիչը, որ չցանկացավ ներկայանալ ու ձայնագրվել, փոխանցեց, որ մեծ ծախսեր են արել, վարկեր են վերցրել, բայց իրենց արտադրած իշխանն ու թառափը իրացնել չեն կարողանում։ Այս ընկերությունը ձկնամթերքը հիմնականում արտահանում էր Ռուսաստան։ Artfish-ի փոխանցմամբ միայն 2025-ին այդ երկիր շուրջ 540 տոննա են արտահանել։ Արտադրանքն այս պահին չենք կարողանում արտահանել, բայց շարունակում ենք ծախսեր անել։ Խնդիրն այն է, որ ձկներին չկերակրել չենք կարող, թթվածին չտալ չենք կարող։ Լճերը այրատորներով են աշխատում, կերերի, էլեկտրաէներգիայի համար մեծ գումարներ ենք վճարում։ Ձկներն էլ մեծանում են, նրանց անվերջ պահել հնարավոր չէ, անորոշ վիճակի մեջ ենք։ Ընկերության ներկայացուցչի խոսքով հայկական իշխանն ու թառափը եվրոպական երկրներ արտահանել այս պահին չեն կարող, ԵՄ ստանդարտներին համապատասխանելու համար երկար ճանապարհ ունեն անցնելու, այսինքն միանգամից նոր շուկաներ հնարավոր չէ գտնել։ Իսկ եթե հիմա բոլոր ձկնարտադրողները փորձեն մտնել ներքին շուկա, ապա իշխանի գինն այնքան կնվազի, որ անգամ ծախսերը չեն կարողանա փակել։ Հետևաբար ընկերության ներկայացուցիչը նշում է, որ պետության աջակցության կարիքն ունեն վարկային ու հարկային պարտավորությունները կատարելու համար։ Չմուծել չես կարող, եթե չմուծես չգիտեմ ինչ է լինելու, գոնե պետությունից որևէ աջակցություն լինի, իհարկե լավ կլինի, որ դեպի Ռուսաստան շուկան բացվի։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանից ստեղծված իրավիճակի վերաբերյալ գնահատական ստանալ չհաջողվեց։ Նա միայն նշեց, որ պետության կողմից աջակցություն կլինի, հավելյալ մանրամասներ չհայտնեց։ Հայաստանում պաշտոնական տվյալներով տարեկան արտադրվում է շուրջ 28000 տոննա ձուկ, որի գերակշիռ մասը կազմում է ծիածանափայլ իշխանը։ Նրանց արտադրանքը ըստ էկոնոմիկայի նախարարության մեծ պահանջարկ ունի Ռուսաստանում եւ այլ երկրներում, ինչի արդյունքում արտադրված ձկնամթերքի շուրջ 30-ից 40%-ը արտահանվում է։ Ինչ է սպասվում առաջիկայում հայ ձկնարտադրողներին, անհայտ է։ Ռոսել Խոզնաձորն այսօր հայտնել է, թե աշխատում է հայկական կողմի հետ ռուսական շուկա մատակարարվող ձկան եւ ձկնամթերքի անվտանգության ապահովման ուղղությամբ։ Սննդամթերքի անվտանգության տեսչության խոսնակն էլ այսօր Ազատությանը տեղեկացրեց, որ ռուսական կողմի հետ համատեղ ստուգումներ են իրականացվել 4 ձեռնարկություններում։ Դրանց արդյունքները ռուսական կողմը ուղարկել է իրենց լաբորատոր փորձաքննությունների արդյունքներին եւ ներկայացված վերապահումներին ծանոթանալուց հետո ՍԱՏՄ-ն կպատասխանի ռուսական կողմին։ Փաստաթուղթը ծավալուն է։ Եվրամիությունից այսօր հաստատել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կժամանի Հայաստան Ռուսաստանի կողմից քաղաքական ճնշման ֆոնին ընդգծելու Բրյուսելի աջակցությունը Հայաստանին։
Հաղորդվում է, որ Եվրահանձնաժողովի նախագահը կայցելի նաև Ադրբեջան։ Ֆոն դեր Լայենի հարավային Կովկաս կատարելիք այցի նպատակն է ցույց տալ Եվրամիության աջակցությունն այդ երկրներին։ Reuters-ի փոխանցմամբ հաղորդում են Եվրամիությունից։ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն էլ հուլիսի 5-ին կայցելի Հայաստան։ Օրերս հայտնի դարձավ, որ Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 34 միլիոն եվրո է հատկացնում մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։ Ադրբեջանը չի հրաժարվելու խաղաղության պայմանագրի կնքման իր գլխավոր նախապայմանից Հայաստանի սահմանադրության փոփոխության պահանջից հայտարարում են Բաքվում, շարունակելով քննարկել հայաստանյան ընտրությունների արդյունքները։ Ադրբեջանցի իշխանամետ փորձագետներն ու քաղաքական գործիչները շարունակում են քննարկել հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն։ Այս քննարկումներն ակտիվացան հատկապես Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևի Դիլիջան կատարած այցից հետո։ Բաքվից հնչող գլխավոր ուղերձը մեկն է. Ադրբեջանը որևէ պարագայում չի հրաժարվելու խաղաղության պայմանագրի կնքման իր գլխավոր նախապայմանից՝ Հայաստանի սահմանադրության փոփոխության պահանջից։ Երեկ Բաքվում գործող CBC հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարում էր Ադրբեջանի խորհրդարանի падգամավոր իշխող Յենի Ադրբեջան կուսակցության միջազգային կապերի բաժնի ղեկավար Սևինչ Ֆաթալիևան։ Սահմանադրության փոփոխության հարցը, այդ ողջ գործընթացը մտածված կերպով էր ձգձգվում։ Վաղաժամ զիջումները հայկական ընդդիմությանը Փաշինյանին դավաճան անվանելու առիթներ կարող էին տալ։ Այժմ սակայն նա հապաղման պատճառ չունի եւ հարկավոր է կատարել ստանձնած պարտավորությունները։ Այս օրերին իր հարցազրույցներում պակաս անկեղծ չէ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հետ սերտ կապեր ունեցող բաքվեցի քաղաքագետ, Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ փոխադարձ այցեր իրականացնող խաղաղության կամուրջ նախաձեռնության ադրբեջանցի համակարգող Ֆարհադ Մամեդովը։ Նրա խոսքով Բաքվում թեև հասկանում են, որ Հայաստանի նոր սահմանադրության տեքստը հարակվեի դնելու համար Փաշինյանը նորընտիր խորհրդանում բավարար քվեներ չունի, սակայն դա անհաղթահարելի խոչընդոտ չեն համարում։ У Пашиняна, да, нет 2/3, но есть такая жидкая рыхлая оппозиция. Այո, Փաշինյանը չունի 2/3, սակայն ունի շատ փխրուն եւ հեղեղուկ ընդդիմություն, որի հետ կարելի է աշխատել այն նույն մեթոդներով, որոնք նա կիրառել է նախընտրական շրջանում։ Նշում է ադրբեջանցի փորձագետը, հիշեցնելով, որ չնայած ընդդիմության առաջնորդը տնային կալանքի տակ էր, հարյուրավոր ընդդիմադիրներ ձերբակալվել էին, сакայն Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները հունիսի 7-ի հայաստանյան ընտրությունները ժողովրդավարական ճանաչեցին։ Он вот этими демократическими методами, которыми Запад признал их демократическими. Փաշինյանը կարող է արևմուտքի կողմից ժողովրդավարական ճանաչված այս նույն մեթոդներով նաև հանրակրվե անցկացնել, առավել եւս, որ սահմանադրության փոփոխության համար նրան շատ ավելի քիչ ձայն է հարկավոր, քան ինքը հավաքել է հունիսի 7-ին։ Для того, чтобы провести это дело на референдуме, ему нужно 625-630 тысяч. Ադրբեջանցի մեկ այլ փորձագետի Կանադայում եւ Չեխիայում նախկին դեսպան Ֆարիդ Շաֆիևի համոզմամբ եւս Փաշինյանի կառավարությունը սահմանադրությունը փոխելու ձևն ի վերջո կգտնի, հակառակ պարագայում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը բացառվում է։ Мне кажется, Ես կարծում եմ, որ թեև դա 1-2 ամսվա խնդիր չէ, սակայն Հայաստանի գործող կառավարությունը կգտնի հանրակրվե անցկացնելու եւ ցանկացած պարագայում սահմանադրությունը փոխելու ուղիները, որովհետեւ դա Հայաստանի վարած քաղաքականության եւ Փաշինյանի կատարած խաղադրույքների տրամաբանական ավարտն է, խաղաղություն Ադրբեջանի հետ եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում։ Հետընտրական մեր ուղերձը շատ հստակ է։ Մենք սպասում ենք այս գործընթացի տրամաբանական ավարտին, այսպես կոչված Լեռնային Ղարաբաղին վերաբերող ները վերացնելուն։ Եթե դա տեղի չունենա, չի լինի նաև խաղաղության պայմանագիր, հայտարարում էր ադրբեջանցի փորձագետը։ Если этого не произойдет, не будет мирного договора. Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովն ապագա սահմանադրական հանրակրվեի արդիվ իր գործընկերների զգուշավոր լավատեսությունը չի կիսում։ Նա կասկածներ ունի, որ քաղաքացիական պայմանագիրը հենց այնպես չէ կորցրել սահմանադրական մեծամասնությունը։ Выборы
хотя и были. Ընտրությունները թեև անցան մեծաթիվ խախտումներով եւ վարչական ռեսուրսի կիրառմամբ, չգիտես ինչու արտացոլեցին այն արդյունքը, որն ամենաշատն է համապատասխանում Հայաստանի քաղաքական էլիտայի մարտավարությանը։ Այո, նրանք պահպանեցին իշխանությունը, կառավարություն կձևավորեն, սակայն կոպիտ ասած այնքան չկեղծեցին, որ սահմանադրական մեծամասնություն ստանան։ Грубо говоря, не фальсифицировали выборы дальше для того, чтобы получить конституционное большинство. 1998-ից 99 թվականներին Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը ղեկավարած Զուլֆուգարովը պնդում է, Հայաստանում կայացած ընտրություններից հետո խաղաղության գործընթացը սառեցվել է։ Չնայած դրան, Բաքուն պետք է շարունակի հետևողականորեն լուծել իր հիմնական երկու ռազմավարական խնդիրներն, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացումն ու Սևանալճի ջրային ռեսուրսներից օգտվելուն հասնելը։ В Армении недоучитывают. Հայաստանում այնքան էլ հաշվի չեն առնում, որ Ադրբեջանի համար կապն իր տարածքի մի հատվածի հետ ռազմավարական խնդիր է։ Երկրորդ ռազմավարական խնդիրը հասանելիությունն է Հարավային Կովկասի ամենամեծ քաղցրահամ լճին՝ Գեյչային։ Пресноводному водоему Южного Кавказа, озеро Геюча. Կառավարությունը մի նախաձեռնություն է ներկայացրել գրանցել բոլոր բջջային հեռախոսների հատուկ տարբերակիչ համարները մեկ ընդհանուր բազայում։ Գործադիրից ասում են, մի հարվածով երկու նապաստակ են որսում, պայքարում են հեռախոսների ստվերային շուկայի դեմ և կիբերանվտանգությունն են ավելացնում։ Տեղեկատվության անվտանգության մասնագետները մինչդեռ խիստ մտահոգված են, ասում են, սա ուղիղ հարված է քաղաքացիների իրավունքներին և տոտալ վերահսկման փորձ է, որը իրացված է հիմնականում ավտորիտար երկրներում։ Պետությունն ուզում է ամբողջական վերահսկողության տակ առնել քո հեռախոսը։ Տեղեկատվական անվտանգության փորձագետներն այսպես են գնահատում այն նախագիծը, որ հավանեցին 3 կառավարական կաբինետում վարչապետի գլխավորությամբ։ Մենք ինչ անում ենք, թռնում ենք վերև, իջնում ենք ցած, ջղայնանում ենք, կատաղում ենք, ներվայնանում ենք, բայց այդ շուկան ուղղակի մեղմ ժպտում է եւ շարունակում է իր գործը։ Մեղմ ժպտացողն այս դեպքում բջջային հեռախոսների սև շուկան է։ Մեծ ստվեր կա այստեղ ու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն առաջարկում է Հայաստան մտնող բոլոր հեռախոսները գրանցել։ Ամեն հեռախոս ունի իր չկրկնվող իմեյին, սա 15 նիշանոց նույնականացնող համար է։ Կստեղծվի շտեմարան, որտեղ պիտի գրանցվեն Հայաստանում օգտագործվող բոլոր հեռախոսների իմեյները։ Բջջային կապի օպերատորը անմիջապես կմերժի կամ կկասեցնի բջջային կապի ծառայության մատուցումը, եթե email կոդը գրանցված չի լինի։ Եթե օրինակ դրսից հեռախոս եք նվեր ստացել, պետք է տուրք վճարեք ու գրանցեք այդ 15 նիշանոց համարը։ Հակառակ դեպքում նույնիսկ iPhone 17 Pro Max-ը ընկույզ կոտրիչ կդառնա։ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի հեռախոս, որը չի հավաստիացվում, որ ներմուծվել է օրինական ճանապարհով, Հայաստանի Հանրապետության տարածքում չի աշխատելու, այսինքն դրանով մաքսիմալ կարելի է պոպոկ կոտրել, բայց որպես հեռախոս օգտագործելու հնարավորություն չի լինելու եւ սա արդարացված է։ Կառավարական դեմքերը հեռախոսների նույնականացման շտեմարանով ցանկանում են ոչ միայն ստվերի դեմ պայքարել, ասում են այդպես նաև գողացված հեռախոսները հեշտ կգտնվեն։ Թեպետ բազմաթիվ են դեպքերը, երբ գողության դեպքում հեռախոսի տերը սարքի իմեյին տրամադրում է ոստիկանությանը, բայց անօգուտ չեն գտնվում այդ կորած հեռախոսները։ Գործադիրը մի փաստարկել ունի, թվային աշխարհում հետ ենք մնում, եթե այս համակարգը չլինի։ Թվայնացման տեսանկյունից սմարթֆոնը զենք է, կամ կարող եմ այլ կերպ ասեմ, դա թվային աշխարհում տրանսպորտային միջոց է։ Մենք չենք կարող իմեյի կոնցեպտը չներդնել Հայաստանում։ Սմարթֆոնը զենք է, բայց այս լուծումը սմարթֆոնի տիրոջ ուղղությամբ կարող է կրակել, ահազանգում են տեղեկատվական անվտանգության փորձագետները։ Cyber Hub AM-ի համահիմնադիր Արթուր Պապյանը գրում է. Ստեղծվելու է մի հսկա բազա, որտեղ կապվելու են ձեր անձնագիրն ու անձնական տվյալները, ձեր հեռախոսի կոդը եւ ձեր բոլոր SIM, eSIM քարտերը։ Սա պարզապես հարկային գործիք չէ, սա պետությանը հնարավորություն է տալիս ցանկացած պահի տեսնել, թե ով, որ սարքով եւ երբ է ակտիվանում ցանցում։ Եթե 2.5 միլիոն օգտատիրոջ տվյալ պարունակող այդ բազան խափանվի, օպերատորները ստիպված են լինելու անջատել ձեր կապը, իսկ մենք գիտենք, թե ինչպես են աշխատում պետական բազաները, գրում է փորձագետը։
Օրինակ է առաջին դասարանցիների գրանցման բազան, որն այս շաբաթ մի 20,000 ծնողի պիտի միաժամանակ սպասարկեր, բայց ուղղակի չէր աշխատում։ Ըստ Արթուր Պապյանի, կառավարության այս նախագծով հնարավորություն է ստեղծվելու, որ բազայի տվյալներն օգտագործվեն այլ նպատակներով։ Սիրտս վկայում է, եթե խոսքը ցուցարարների կամ քննադատ լրագրողների մասին լինի, 5 րոպեից email-ով տեղը կհայտնաբերեն ու մասկի շոու կանեն։ Կառավարությունը միջազգային փորձն է վկայակոչում։ Փորձագետ Սամվել Մարտիրոսյանը շարում է այն երկրների ցանկը, որտեղ բոլոր հեռախոսների կոդերը գրանցվում են։ Թուրքիա, Իրան, Լիբանան, Եգիպտոս, Ուզբեկստան, Ղազախստան, Ադրբեջան, Տաջիկստան, Ինդոնեզիա, Պակիստան, Նեպալ, Կամբոջա, Բանգլադեշ, Չիլի, Կոլումբիա, Մեքսիկա։ Այսա միջազգային փորձը, ինչպես տեսնում եք, աշխարհի ամենաժողովրդավարական երկրներն են։ Իսկ ժողովրդավարության բաստիոն Ռուսաստանը հիմա է անցում կատարում այս համակարգին, հեգնում է Մարտիրոսյանը։ Այս կարգավորումը համարում անհամաչափ քաղաքացիական ազատությունների տեսանկյունից։ Եթե սարքը կցվում է մարդուն, ուրեմն միշտ հնարավոր է տեսնել, թե որտեղ է այդ հեռախոսն ու նրա տերը։ Ես խնդիրը դրել եմ հետևյալ կերպ. 2027 թվականի հունվարի 1-ից պետք է որոշումը ուժի մեջ մտնի եւ պետք է աշխատի։ Բայց խորհրդարանական քննարկումները դեռ առջևում են։ Նախագծի առաջին ընթերցումը սեպտեմբերին է։ Այն առայժմ միայն կառավարության հավանությունն է ստացել։ Հետևելով քննադատություններին, նախարար Մխիթար Հայրապետյանը փորձագետներին քննարկման է հրավիրել խորհրդարանական հանձնաժողովում։ Սոցցանցի օգտատերերից հետաքրքրվում են, իսկ երբ է ազատ ինտերնետի հուղարկավորությունը։ Այսքանն էինք նախատեսել, այսօրվա համար նորություններին հետևեք azatun.am կայքեջում և սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական թողարկումները եթերում կլինեն վաղը ժամը 16-ից։ Հաջողություն։